Պարոն Մինասյան, իշխող ուժը հայտարարել էր բազմիցս, որ Գյումրիում արտահերթ ընտրություններ պետք է տեղի ունենան, եւ դուք էլ նախկինում եղել եք ՔՊ-ի ներկայացուցիչը, հիմա դուք վայր դրեցիք ավականու մանդատը եւ խորհրդարան եք գործուղվել։ Նախ ինչու մտածում եք, որ ընտրություններ տեղի ունենան, դուք այս անգամ չեք կարողանա բավարար չափով ՔՊ-ին ձայն բերել, որ գործուղվեցիք խորհրդարան։ Նախ խորհրդարան չեն գործուղվում, ազգային ժողովի ընտրությունների արդյունքում ընտրվել են որպես ազգային ժողովի պատգամավոր քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակով։ Երկրորդ հայտարարվել է, որ Գյումրիում արտահերթ ընտրությունների կարիք կա, միանշանակ կա։ Ես երեկ էլ ձեր գործընկերներին հորդորեցի այցելել Հայաստանի Հանրապետության մի քանի քաղաքներ, դրանից հետո այցելեք Գյումրի, տեսեք Գյումրիի իրական պատկերը, Գյումրիում կառավարման ճգնաժամ կա, մենք միանշանակ այդ մտքի կողմնակից ենք, իսկ արտահերթ ընտրությունները Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով եւ սահմանադրությամբ ամրագրված են, ինչպես են իրականացվում։ Դա չես կարող հայտարարել ու հենց հաջորդ օրը նշանակել ընտրություններ։ Բայց որ դուք նախորդ ընտրությունների ժամանակ ՔՊ-ի տեխնացուն եք, ուզում եմ հասկանալ հիմա օրինակ ինչը փոխվեց, դուք Գյումրիի մասին եք խոսում, Գյումրին հիմա էլ եք ասում, որ ճգնաժամ կա այնտեղ, ինչի թողեցիք եւ եկաք խորհրդարան։ Հիմա էլ եմ խոսելու Գյումրիից, տեսեք, ամեն մարդ ինքն է որոշում ինչ անի կամ չանի, ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ մանդատ ունենալը ինձ տալիս է ավելի մեծ հնարավորություններ զբաղվել Գյումրիի, այդ թվում նաև Շիրակի մարզի խնդիրներով, քանի որ ես գյումրեցի եմ, Գյումրին իմ տունն է, իմ ընտանիքը բնակվում է Գյումրիում, ես բնակվում եմ Գյումրիում, Գյումրիից չեմ հեռացել, չեմ հեռանա երբեք, անհոգ եղեք, ես գյումրեցիների կողքին եմ լինել։ Ինչ կարևոր անելիքներ ունեք այստեղ ազգային ժողովում։ Ազգային ժողովում առաջադրվել եմ թիմ հանձնաժողովում, զբաղվելու եմ, ինչպես նոր ասեցի կրկնեմ, զբաղվելու եմ հիմնականում Գյումրու, Շիրակի մարզի տեղային համայնքային խնդիրներով, լինելու եմ մեր քաղաքացիների պահանջների, խնդիրներ բարձրացնելու, այդ ամեն ինչը մեր կառավարության անդամներին փոխանցելու, իմ պարտականությունները իրականացնելու։ Իսկ օրինակ հնարավոր արտահերթ ընտրությունների ժամանակ դեպքում կլինեն տեխնացուներ, որոնք օրինակ ապագա գուշակելու այդպիսի շատ մեծ ինտուիցիա չունեմ, բայց արտահերթ ընտրությունների հնարավորությունը լինելու հենց եղավ, անպայման կհայտարարենք, դա գյումրեցիների պահանջը կլինի, տեսնենք ով կլինի տեխնազուն, ովքեր կլինեն մեր ավագանում մնացած տեխնազունները։ Այս պահին չկա որևէ խոսակցություն, թե ով կլինի։ Այս պահին քանի որ չկա արտահերթ ընտրությունների նշանակված օր, կարծում եմ լուրջ չի խոսել տեխնազուի անունից։ Բայց ձեզ ով է ասել, որ տեխնազուին ասում էին նախորդ ընտրությունների ժամանակ ասում էին, որ Սարիկ Մինասյանն է ՔՊ-ի համար կարողացել ձայներ բերել, ընդհանուր ՔՊ-ի ռեյտինգը Գյումրիում ընկավ։ Դուք նորից չեք հերթով միանշանակ ես գնացել եմ Գյումրու որպես համայնքի ղեկավար ընտրվելու քայլին, որովհետեւ կարողանամ իմ գիտելիքները, իմ փորձը աշխատանքային քաղաքծառայության, համայնքային ծառայության իմ աշխատանքային փորձը օգտագործել իշա իմ քաղաքացիների, ինչպես հայտարարել եմ, իմ երեխաները եւ գյումրեցի երեխաները ոչնչով պակաս չեն Երևանի կամ Արմավիրի երեխաներից, ովքեր ունեն խաղահրապարակներ, կանաչ կոդիներ, իսկ Գյումրիում գետ 1 նորմալ կահավորված խաղահրապարակ չեք գտնի։ Խնդրեմ մի քիչ հեռու պայեք խփեք կնձի խոսալու ժամանակ սիրուն չի։ Դրանից հետո որոշակի հիասթափություն ապրեցիք, արդյոք դա է պատճառը, որ վերցրեցիք պատգամավորական մանդատ։ Ոչ, ես դրանից հետո շարունակել եմ լինել Գյումրու ավագանի խմբակցության ղեկավար, հիասթափություն չեմ ունեցել, ես բավականին քաղաքական անցած ճանապարհ ունեմ, այդ մի, այսպես ասած, անհաջողությունը չէր կարող ինձ հիասթափեցնել, եւ հետո Գյումրիում ես եւ մեր քաղաքական ուժը տարել ենք ամենաշատ ձայները։
մեզնից հետո տարած տեխնազուն եւ կուսակցությունը գրեթե 2 անգամ պակաս ձայն է տարել։ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ որևիցե մեկ համայնքային ընտրություն չեք կարող օրինակ բերել, որտեղ 4 ու ավելի ուժեր միավորվել են, որովհետեւ կարողանան անցնել մեկ ուժի ունեցած ձայներից։ Պարոն գործընկերոջս հարցին չպատասխանեցի քաղաքապետի պաշտոնին դուք առաջադրվեք կամ եթե օրինակ թիմը որոշի երբ եղավ արտահերթ ես պատասխանեցի, երբ եղան արտահերթ ընտրությունների օրը նշանակվեց, այդ ժամանակ կպատասխանեմ բնականաբար քաղաքական թիմի կարծիքը եւ առաջնային իմ որոշումն է, այդ ժամանակ կհայտարարենք հստակ բոլորը կիմանանք, ես ասեցի։ Պիտի նորից գնանք Գյումրի եւ լինեք տեխնազուն, դուք կգա ժամանակ, դա միանձնյա որոշումը վերջնական ինն է լինելու, բնականաբար թիմի կարծիքը շատ կարևոր է, վճռական կլինի իմ կարծիքի, իմ ընտանիքի կարծիքի, հիմա այդ մանրամասները կարծում եմ այստեղ քննարկելու տեղը եւ ժամանակը չի։ Պամինասյան ով է գնալու Գյումրիում արտահերթի։ Ինչքանով գիտեմ, ընդդիմությունը կարողանում է քվորում ապահովել։ Ես ասեցի, ինչ քննարկել եք ԿՊ-ին եղանակներ։ Երևի ուշադիր չեք, արտահերթ ընտրությունները Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ սահմանադրությամբ հստակ ամրագրված է, որ դեպքում են իրականացան մեկ-երկու տարբերակներ, երբ որ եղավ, այդ ժամանակ մենք կհայտարարենք։ Ես չեմ ասեցի, ուշագել չեմ կարող, տարբեր պատճառներ կարող են լինել։ Եթե գնահատելու լինեք Գյումրիի կառավարումը անցած 1.5 տարիների ընթացքում, ինչ Վարդան Ղուկասյանը ստանձնեց համայնքի որևիցե տրամադրությունները շատ ծանր է, ամենօրյա ռեժիմով գյումրեցիներից ստանում եմ նամակներ, այս 1.5 տարվա ընթացքում որևիցե լուրջ հարց չի կարգավորվել, Գյումրու խնդիրները չեն լուծվել մինչ օրս։ Դուք որպես լրագրող կարող եք հարցումներ կատարել, ուսումնասիրել, նկարահանումներ կատարել, տեսեք Գյումրիում որևիցե բան փոխվել է, թե ընդհակառակը ավելի է վատացել։ Այդ հարցերը խնդրում եմ տվեք Գյումրուներին։ Չեմ կարծում սաբոտաժ է անում, չէ, հնարավոր չի, չեն կարողանում լուծել խնդիրները, դա չգիտեմ, իրենցից հարցրեք։ Պարոն Մինասյան, քանի որ դուք վերջին շրջանում մի քանի անգամ հայտնվեցիք մամուլի ուշադրության կենտրոնում, ձեր գրած մեկնաբանությունների պատճառով են 5 անգամ այդ հարցը տվել։ Բայց հիմա ես այլ կոնտեքստում եմ այդ հարցը ձևակերպել, թողեք վերջացնեմ, պարոն Մինասյան։ Հիմա ազգային ժողովում, եթե օրինակ լարված իրավիճակ տեղ ունենա, կհայոյեմ, թե չէ։ Չէ, կանից եմ։ Ինչպես եք պատկերացնում։ Լավ, Մերի ջան, շատ նորմալ մեր ազգային ժողովի նախագահի տեխնազուն հայտարարեց մեր դիրքորոշումը, եթե մեր ընդդիմությունը կընդունի, շատ լավ, չի ընդունի, կգործենք հայելային կարգով։ Հայելային կարգով։ Լավին լավ, վատին վատ։ Այսինքն ծեծին ծեծով եք պատասխանում։ Ծեծ չեմ կարծում, որ այստեղ որևիցե մեկը կա, որ կարողանա ինձ ծեծել, հələ մարդ չի եղել։ Չի ծեծել։ Շատ բան եմ տեսել մեր ազգային ժողովի նախագահան, երևի արդեն, չգիտեմ, վերջացավ ընտրությունը թե չէ, Ռուբենյանը, պարոն, իր ելույթում հայտարարեց շարժվելու ենք այդ տրամաբանությամբ։ Այսինքն Ալեն Սիմոնյանը Տեսել իրավիճակը, որ օրինակ հայ։ Տեսեք, իսկ հնարավոր է այստեղից դուրս գալուց ավտովտար լինի։ Իսկ հնարավոր է։ Այդ սահմանը ասեմ, միջև հայ։ Չեմ կարող ասել, ժողովուրդ չէ, ես գուշակ չեմ։ Այսինքն դեմ չէ, որ ինչ որ բայ կարող եք հայոյել։ Հաստատ չեն բացառ։ Ում հայոյեմ։ Ձեր ընդդիմախոսների։ Ընդդիմախոսին, երբ որ ընդդիմախոսը հարգալից բանավեճի մեջ է, եւ դուք ասնեք հայոյեմ։ Հիմա կարող է այդտեղ չհայոյեմ, հանեմ դուսը հայոյեմ։ Հիմա չեմ կարող ասել ինչ իրավիճակ կլինի։ Դա падգամավորին հարի վարքագիծ է։ Եվս իշխանության։ Ժողովուրդ ջան, ասեցինք, մենք հայտարարել ենք ինչպիսի վերաբերմունք ենք ցույց տալու, ես այս երկու օրը ցույց տվեց ինչպիսի հարգալից, այսինքն անձերին որևիցե մեկի անձնական վիրավորանքներ չկան, կա
քաղաքական բանավեճեր, սուր հարցադրումներ, բայց որևիցե անձնական վիրավորանք, կարմիր գծերը որևիցե մեկից չենք անցնելու։ Վերջ, այդքանով բավարարվեք։ Այսինքն օրինակ Ալեն Սիմոնյանը լավ չէր կառավարում Այսինքն շատ լավ կառավարում էր, Ռուբեն Ռուբինյանը ասեց ինչպես է։ Ալեն Սիմոնյանը շատ լավ էր կառավարում, մինչ Ալեն Սիմոնյանը եղել են էլի լավ կառավարողներ, բայց Ալեն Սիմոնյանը եղել է բոլորից լավը, հուսանք Ռուբեն Ռուբինյանն էլ համոզված եմ կլինի Ալեն Սիմոնյանից լավը, ու այդպես շարունակ, որովհետև դա փոխում է մեր բոլորի, նաև ձեր շահերից, մեր երկրի ինքնիշխանությունից, մեր ժողովրդի սպասումներից։ Շնորհակալություն։